Երևանում երկու գագաթնաժողով է տեղի ունենում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Եվրոպական միություն Հայաստան նույնպես գագաթնաժողովը։ Այս պահին գագաթնաժողովը ընթանում է, մենք ամսի 4-ին ենք նկարահանում մեր այս քննարկումը եւ ոչ մի հայտարարության մասի տեղյակ չենք եւ ելույթները չենք լսել։ Հետագայում մենք արդեն կանդրադառնանք արդյունքներին, սակայն հիմա շատ կարեւոր է հասկանալ դա ինչ հանդիպում է, ինչի է հիմա տեղի ունենում Հայաստանում եւ ինչի այդ ամենը սկսվեց ընտրություններից առաջ։ Այսինքն այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց։ Ուրեմն որպես ինֆորմացիա մեզ դիտողներին ասենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները սկսել են անցկացվել 22 թվականի հունվարից, առաջինը հունվարին է տեղի ունեցել, դա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկն է եղել, եւ այդ գագաթնաժողովը նվիրված էր ըստ էության Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին, այսինքն Եվրոպական համայնքը ինչպես պետք է արձագանքի այդ պատերազմին, նաև որ ինչ արագ օգնություն պետք է ցուցաբերել, ինչ որոշումներ պետք է կայացնել, եւ դա սանկցիաներին էլ է վերաբերվում Ռուսաստանի հանդեպ։ Եվ առաջին անգամ այդ գագաթնաժողովը թվով 8-րդը տեղի է ունենում ոչ Եվրոպական միության երկրում։ Եվ այդ գագաթնաժողովին հրավիրվում են նաև Ուկրաինա, Մոլդովա, Թուրքիա, Կանադա, այսինքն երկրներ, որոնք Եվրոմիության անդամ չեն, նայած Մեծ Բրիտանիան։ Հայք, ուրեմն ինչի է այդ գագաթնաժողովը տեղի ունենում Երևանում, այսինքն ինչ մեսիջ են դրանով ուղարկում կազմակերպիչները։ Նախ երկիրը եւ օրը վաղուց էր որոշված։ Ես կարծում եմ առաջինը Հայաստանի համար դա ընտրությունների նախաշեմին եվրոպական երկրների ղեկավարների կեցվածքն է Հայաստանի օրվա իշխանություններին։ Խիստ դրական, բարեկամական, համագործակցային, որը մի շարք մեսիջներ պիտի ուղղված լինի մեր երկրի քաղաքացիներին ընտրության իրավունք ունեցող եւ որոնք գնահատեն, որ Եվրոպան մեծ հաշվով օրվա իշխանությունների գործունեությունը խիստ դրական է գնահատում, ուստի եւ ցանկալի կլինի, որ Հայաստանի ընտրողը իր ձայնը տա Փաշինյանի եւ իր իշխող քաղաքական խմբակին, անունը քաղաքացիական պայմանագիր։ Սա առաջին, սա տեղական նշանակության, բայց ես կարծում եմ, որ կա նաեւ երկրորդ նշանակությունը, դու նշեցիր, որ փաստորեն ոչ Եվրամիության անդամ երկրներ են, ես այլ պրիզմայով փորձում նայել։ Այստեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են հավաքվել բացի Միացյալ Նահանգներից։ Կանադան եթե այստեղ մասնակցում է հյուրի կարգավիճակում, բայց կապ չունի։ Կանադան այստեղ մասնակցում է, Կանադայի վարչապետը ցեղասպանության զոհերի հիշատակի մոտ այսօր գնաց իր հարգանքի տուրք մատուցեց եւ երեք կներեք։ Եվ ես գնահատում եմ, որ իրականում այստեղ հավաքը լավագույնս ձևակերպել է իմաստը։ Խոսքս այդ քաղաքական համայնքի գագաթնաժողովի 8-րդ գագաթնաժողովը այս հավաքի երկու հիմնական խաղացողներից մեկը դա Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի կեցվածքն է, որը ասել է, թե ինչի համար է ըստ հավաքը, ասում է համագործակցել անվտանգություն ու կոլեկտիվ դիմադրականություն ամրապնդելու համար։ Այսինքն Հայաստանում մի հավաք է, որտեղ անվտանգության եւ կոլեկտիվ դիմադրականություն, այսինքն որ երկրի դեմ, բնականաբար կոլեկտիվ դիմադրականությունը եւ անվտանգությունը դա արտաքին թշնամուց պաշտպանվելուն է։ Ակնհայտ է Ռուսաստանն է դա։ Եվ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներ կան, ասենք հիմնական բացի Միացյալ Նահանգներից, հաշվառնելով Միացյալ Նահանգներ ՆԱՏՕ վերջին այդպես հարաբերությունները սրված, թեև ՆԱՏՕ-ի առանցքային դերակատար ունեցող երկիր Միացյալ Նահանգներն է։ Բայց այն, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մասնապես Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի վարչապետը, կանցլերը կեցվածք է դրսևորել առ այն, որ Եվրոպական միացյալ զինված ուժեր պետք է ստեղծվեն իրենց բյուջեով, իրենց նպատակներով եւ դրա համար հիմա գործնական քայլեր են անում։ Ես կարծում եմ, որ երկրորդ խաղացողը Հայաստանում դա Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է եւ բուն նպատակը Հայաստանին ներքաշել մի գործընթացի մեջ,
որով Հայաստանի ռեսուրսը, լինի մարդկային, լինի տարածքային, լինի զինուշ, ներգրավվի Ռուսաստանի դեմ այս կամ այն ձևով ուրեմն գործողություններ անելու։ Հայք, ուրեմն Եվրոմիությունն հիմա, ինչպես դու ասեցիք, փորձում է զինված ուժերը ստեղծել իր ռազմական արդյունաբերությունը վերականգնել եւ դրա համար իրենց ժամանակ է պետք։ Եվ իրենք բացահայտորեն ասում են, այո, ուկրաինական պատերազմը պետք է շարունակվի, այսինքն իրենք ամեն ինչ պետք է անեն, որ շարունակվի, դրանով Ռուսաստանը թուլանա եւ իրենք ժամանակ շահեն, որպեսզի կարողանան վերազինել բանակը եւ նաեւ Գերմանիան օրինակ փորձ է անում իր բանակը հասցնել 400,000-ից ավել 480,000 թիվ են ասում։ Զելենսկին ուրեմն հյուրընկալում է Հայաստանում որպես մի պետության ղեկավար, նացիստական պետության ղեկավար, իսկ մենք այդպես ենք գնահատում եւ դա իրականություն է, որը Ուկրաինայի նախագահը չի, նախանցյալ տարվա մայիս ամսից ինքը Ուկրաինայի նախագահը չի, իսկ ինքը ստատուս չունի անգամ, եւ օրվա իշխանությունները Ուկրաինայի նախագահ կոչեցյալին ամենաբարձր մակարդակով դիմավորում են, տեղավորում են, ուշադրության կենտրոնում է։ Գիտեք, եկեք այսպեսի մի Ես այդ կվիճեի, որ ինքը Ուկրաինայի նախագահը չի, որովհետև ըստ սահմանադրության, երբ որ ռազմական իրավիճակ է լինում, ապա նախագահի ընտրություններ անց չի կացվում։ Սա մի կողմ դնենք, սա էական չի։ Արի քաղաքական բաղադրիչ։ Ես գամ, բայց թույլ լրացնեմ քո ասածը։ Այո, ժամկետը որ լրանում է եւ ռազմական նույնության ժամանակ ընտրություն չի լինում, գիտեք ով է դառնում նախագահի պարտական։ Շատ ճիշտ է, Ռադայի ղեկավարը, բայց Ռադայի ղեկավարը չի ներկայացնում, չէ՞ Ուկրաինան։ Հայք, հիմա տեսնենք Հայաստանի գործող այս իշխանությունը ինչ քաղաքականություն է վարում։ Հասկանալի է, որ իրենք ուզում են հանրությանը ցույց տալ, որ ահա տեսեք Եվրոպական միությունը 50-ից ավել երկրներ առաջի անգամ Հայաստանում եկել են այդքան շատ երկրների ղեկավարներ եւ մեզ աջակցում են եւ հանրության մի զգալի հատված կարող է ենթադրել, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպական միության անդամ։ Ժամանակին Վրաստանին են դա ներշնչում, որ Վրաստանը կարող է դառնալ Եվրոպական միության անդամ, Ուկրաինային մենք տեսանք, թե այդ ամեն ինչը ինչով վերջացավ, ինչով ավարտվեց, հա, ողբերգություններով ավարտվեց։ Հիմա երբ որ սին հույսեր են տալի մարդկանց, երբ որ ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանը նույնիսկ ինչ-որ սահման չունի, հա, Վրաստանը գոնե ծովային սահման ունի։ Փաստորեն Հայաստանը ներքաշում են կոնֆլիկտի մեջ։ Հայաստանի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի, նաև Իրանի սահմանակիցն է։ Հա, հիմա այս հանուն իշխանության երկիրը ներքաշել համաշխարհային գլոբալ կոնֆլիկտների մեջ եւ խաղացող սարքել, օգտագործվել մեկի կողմից մեկի դեմ։ Դա որքանով է վտանգավոր Հայաստանի համար, որտեղ ի տարբերություն Ուկրաինայի, որ ունի տարածք, բնակչություն, խորություն եւ այլն, Հայաստանը այդ ռեսուրսները չունի։ Ես Նիկոլի կարծիքով է հարցնում։ Մենք իսկապես մտածում ենք, որ ինքը այնքան ինքնիշխան է, որ ինքը կարող է որոշել, ենթադրենք Հայաստանում նման միջոցառում անցկացնի թե ոչ։ Ես կարծում եմ դա իրականությունից վական հեռու է եւ առնվազն Եվրամիությունն է որոշում տեղը, նպատակը եւ Հայաստանի ռեսուրսը, որը պետք է ներգրավվի Ռուսաստան դեմ 1-2 տարի հետո նոր վերազինված ուրեմն Եվրոպայով պատերազմի։ Ընդ որում ասեմ ձեզ, եվրոպական որևիցե երկրի զին ծառայող սկզբունքորեն եւ բանակ Ռուսաստան դեմ չպատերազմելու իր տեխնիկան այո, հրանգիչներ այո, բայց ոչ երբեք ցամաքային զորքեր, որը որ հիմնական կորուստներ բերում են երկրին։ Ուկրաինան արդեն ընտրվել է, ասեմ ձեզ, հիմա շուտով ընտրվում է, արդեն ընտրվել են պետություններ, որոնց զինվորը պետք է զոհվի, կռվի եւ զոհվի, բայց ոչ հաղթանակի Ռուսաստան դեմ պատերազմ, ասեմ կոնկրետ։ Մերձբալթյան 3 հանրապետությունները, Մոլդովա, Հարավային Կովկասի 3 հանրապետությունները, Կենտրոնական Ասիայի կամ Միջինասիական երկրների ժողովուրդները իրենց անձնակազմը։ Այսինքն Ռուսաստանի ամբողջ պարագծով հրդեհ է բռնվելու Ռուսաստան դեմ եւ Եվրոպայի ծրագիրը դա է, այստեղ Հայաստանում այսօր այս պահին քննարկում է նման ծրագիր Հայաստանի ներգրավվածության եւ պատական չի որ արդեն 2 տարի է որ Հայաստանի զինուժը բերվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որտեվ
Վրաստանի եւ Ադրբեջանի բանակը ստանդարտներով զենք, սպառազինություն, զինամթերք, մարտավարություն, ռազմավարություն, կառավարման ձև բոլորը նատոյական են։ Հիմա Հայաստանին բերվում է, որպեսզի հարավային Կովկասը դառնա մեկ հարվածային բռունցք Ռուսաստանին հարավի ուղղությամբ հյուսային Կովկասի մատուցներում ռազմական գործողություններ սկսելու։ Հայաստանի դեպքում նաև Իրանի գործոնը մենք պետք է հաշվի առնենք, որտեղ նաև այս ամեն ինչը արվում է Իրանին հյուսիսից շրջափակելու համար, եւ մենք տեսանք, որ քանի անգամ փորձարվել, որպեսզի Ադրբեջանից հարված տրվի Ուկրաինային, եւ Թուրքիան, առաջերտին Թուրքիան եւ Ռուսաստանը ըստ որոշ տվյալների դա թույլ չտվեցին, որ Ադրբեջանը ներքաշվի Իրանի դեմ պատերազմում։ Նաեւ Վրաստանը նույնպես բավականին իրեն ինքնուրույն է պահում եւ Վրաստանի հետ այդ քաղաքականությունը Եվրոմիության այն պատճառում է, որ Վրաստանը բավականին այնուամենայնիվ բավականին ինքնուրույն քաղաքականություն վարեց։ Հիմա Հայաստանը արդյոք Հայաստանից գործող ղեկավարությունը կարող է Հայաստանի շահերից ելնելով ինքնուրույն քաղաքականություն վարի, թե հանուն իշխանության այդ իշխող խումբը պատրաստ է նաև Հայաստանի ներքաշել նման վտանգավոր գործընթացների մեջ։ Նախ այն գնահատականը, որ Հայաստանը ինքն է որոշում կներքաշվի այս կամ այն ուժի դեմ։ Ասեմ, Իրանի պարագայում Եվրամիությունը նման խնդիր չի դրել։ Իրանի դեպքում խնդիր դրել Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին եւ ավելին Միացյալ Նահանգները ամեն ինչ անում էր Ուկրաինային պատերազմը ավարտի։ Իր համար ոչ շահեկան այդ պատերազմը։ Ուկրաինային պատերազմի շարունակականության բուն նպատակը այդ եվրոպական երկրները կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները, որի նպատակը ի՞նչն է։ Նպատակը շատ պարզ է։ Տրամպը այս տարի նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին պարտվում է, եթե Իրանում փաստացի պարտվել է, Ուկրաինայում կռովը չի կանգնում եւ մեծ հավանականությամբ նոյեմբերին Տրամպը պարտվում է, հաջորդ օրից հանրապետականների դեմ արդեն հաղթած դեմոկրատները կարող են սկսել իմպիչմենտի գործընթաց։ Ես կարծում սա է այս բոլորի իմաստը, այսինքն Իրանի խնդիր չկա կոնկրետ այս եվրոպական երկրների։ Իսկ թե Փաշինյան Նիկոլի կարծիքը հարցնում է, ես խիստ թերահավատ եմ, այդ մարդը ընդհանրապես հանձնարարականներ է կատարում, իրեն ասում են այսպես ինքը անում է։ Իհարկե դա համեմում է մեր երկրի քաղաքացիներին ներկայացնում որպես ինքնուրույն ինքնիշխան երկրի քաղաքականություն, որ իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին ասեմ, այն ինչ որ Հայաստանի վրա դրված է, տեղում նաև կուրայցա կա։ Կուրայցան Ադրբեջանը, Թուրքիան են անում, զինական առումով, ցեզ վստահեցնում եմ, եւ այդ առումով մեր վիճակը իսկապես ծանր է։ Մի կողմից եվրոպական երկրները այդպիսի մի խնդիր են դրել, որտեղ Հայաստանը ներգրավի Ռուսաստան դեմ պատերազմ, մյուս կողմից Միացյալ Նահանգները անհրաժեշտ դեպքում Հայաստանի տարածքը Իրանի սահմանում վստահաբար կօգտագործեն, մի հատ կարող է Փաշինյան Նիկոլի կարծիքը ասեն, ասեն, կներեք, ձեր ինքնիշխանությունը խախտում ենք մենք, դուք այդպես մի քիչ վատ մի զգացեք, հա։ Միացյալ Նահանգները մտնում է պետության ղեկավարը առևանգում, ձերբակալում, հետո դատում է։ Պատերազմը սկսում առանց որևէ հիմնավոր փաստարկի, հա, Իրանի դեմ կոնկրետ։ Ուզում եմ ասել, այստեղ Հայաստանը երկու կողմից հարվածի տակ։ Իսկ եթե վաղը Միացյալ Նահանգները Իրանի դեմ այնուամենայնիվ որոշակի ցամաքային օպերացիա սկսեց Ադրբեջան եւ Հայաստանի տարածքը պետք եղավ որպեսզի օգտագործի, ինչը Փաշինյան Նիկոլին մի հատ թույլտվություն է հարցնելու։ Հայկ, երբ որ մենք խոսում ենք Հայաստանը, որքանով է ինքնուրույն երկիր, մի բան է, երբ որ մենք քննարկում ենք Հայաստանի ղեկավարության ինքնուրույնությունը, մեկ բան է Հայաստանի հասարակության։ Այ եթե ընտրությունների ժամանակ Հայաստանի հասարակությունը իր ազգային շահերը գիտակցում է եւ ազգային շահերից ելնելով նոր ղեկավարություն ընտրում, որը մանկլավիկ չի, հա, տարբեր քաղաքական ուժեր, առաջերտին Ադրբեջանի եւ Թուրքիայի, ապա Հայաստանի հասարակությունը կարող է բարձրացնել Հայաստանի ինքնիշխանության աստիճանը։ Նորից ես հիշեցնեմ այս դիտողներին, որ մենք այս խոսակցությունը ունենում ենք ամսի 4-ին եւ մենք դեռ տեղյակ չենք ինչ ելույթներ են հնչել եւ ինչ որոշում է կայացվելու հայտարարության տեսքով կամ երկու հայտարարությունների տեսքով, հա, որտեղ երկու գագաթնաժողովներ են ընթանում, բայց երբ որ այդ ամեն ինչը լինի, 1-2 օր հետո մենք նորից կհանդիպենք եւ արդեն առարկայական կքննարկենք, թե այդ հանդիպումը ինչ արդյունքներ եւ ինչ վտանգներ կարող է ունենալ երկրի համար։ Ես ամբողջովին համակարծիք եմ, ցավոք սրտի
հասարակության կամ երկրի քաղաքացիների կեցվածքը հետևողական, որ ընտրություններով է, այսպես իր իշխանությունը ժողովուրդը մի օր ունի իշխանության օր, ընտրություններ օրն է, դրանից հետո ինքը իշխանությունը հանձնում է ինչ-որ կուսակցության խումբ մարդկանց, այսպես ասենք, եւ մեր երկրի դիմադրողականությունը առաջին հերթին եւ ամենակարևորը որոշվում է մեր երկրի քաղաքացիների քաղաքական գիտակցությամբ, հասարակական կեցվածքով եւ այն վճռականությամբ, որ վերջին հաշվով մեր երկրի ճակատագրի որոշման մեջ յուրաքանչյուր ունի դերակատարում։ Եթե այդ դիմադրողականությունը լինի, հա, իսկ դա համակարգ է, այսինքն գիտեք, այսպիսի համակարգը հաղթեց Միացյալ Նահանգներին։ Երբ Միացյալ Նահանգները մտածում են իրենց նման, այդ երկիրը կառավարում են մի խումբ մարդիկ, ասենք էլիտա, ինչ որ էլիտա։ Նախինում գլոբալիստներն էին, հիմա ազգային կապիտալ, ազգային էլիտան է։ Բայց այդ ժողովուրդը ներգրաված չի կառավարմանը։ Եվ հետաբար էլիտան փոխվում է, երկրի կառավարումը փոխվում է։ Հիմա նայեք մեր հարևան Իրանը, հաղթանակի ըստ իս Իսրայելի եւ ԱՄՆ-ի դեմ հաղթանակի հիմնական ուրեմն հենքը այն էր, որ Իրանի հասարակությունը կամ Իրանի քաղաքացիները ներգրաված են երկրի կառավարման մեջ բոլորը անխտիր եւ ընդ որում ներգրաված են հասարակական հիմունքներով։ Այսինքն Իրանի յուրաքանչյուր քաղաքացի ինքը իր երկրի իրական տեր է զգում։ Կապ չունի ինքը հասարակական որ կառույցի մեջ է։ Իդեպ այդպիսի կառույց հիմա փորձ արվում Ռուսաստանում ստեղծել։ Այսինքն այս ռազմական գործողության ժամանակ, երբ որ քաղաքացիներին պարբերաբար տարբեր օգնություն, օժանդակություն, վթարալինում, առողջապահություններ, վիրահատություններ, արյուն տալն է, բոլորը ներգրաված լինեն հասարակական հիմունքներով, պետականը մնում, մասնագետները։ Ես կարծում եմ, որ Իրանին գլխատեցին ուրեմն կառավարչական ապարատը, բայց ինքը Իրանը մի երկիր է, որտեղ այդ կառավարման մեջ յուրաքանչյուր Իրանի քաղաքացի ունի մասնակցություն, եւ դա այդ երկրի դիմադրողականության եւ պաշտպանունակության մասն է խոսում։ Մեզ մոտ ցավոք սրտի դա չկա։ Հայկ, ուրեմն վերջացնենք Իրանի թեմայով։ Իրանի հասարակության մի զգալի հատվածը գործող ռեժիմի դեմ էր։ Դա բոլորս գիտենք։ Այո։ Բայց երբ որ հարվածում են արդեն երկրին, այլ ոչ թե ռեժիմին, այնուամենայնիվ Իրանը հին մշակույթ ունեցող հասարակություն է, կայսերական ինչ-որ զգացողություններով եւ նաեւ մեծ դեր ունի տեղ պոեզիան, դա այլ խոսակցություն է, հա, որտեղ փոքր ժամանակվանից Շահնամե, Հաֆիզ, բան եւ այլն այդ բանաստեղծությունների վրա են մեծանում։ Այդ ժողովուրդը հասկացավ, որ մի բան է ռեժիմի նկատմամբ վերաբերմունքը, այլ բան է երկրի հարցը։ Եվ երկրորդը Իրանը կորպորատիվ կառավարման երկիր էր, տարբեր կենտրոններից բաղկացած եւ ղեկավարությանը վերացնելով փաստորեն այդ երկիրը չկարողացան վերահսկողության տակ վերցնել։ Ցավոք սրտի Հայաստանում անձերից է կախված իշխանությունը, այսօրվա իշխանությունը մեկ անձ է եւ այդ մեկ անձի վրա է կառուցված համակարգը եւ երկրորդը մենք կարծում ենք, որ Հայաստանը նույնպես հին մշակույթ ունեցող ժողովուրդ է, որի համար ազգային շահերը կարեւոր են, բայց ցավոք սրտի եկեք անկեղծ լինենք, որտեղ կարծիք կա, որ ժողովրդին պետք է չվիրավորել, բայց ժողովրդի մի հատված կա, որը ստամոքսով է մտածում, նորմալ է սոցիալական հարցերը, որ կարևոր է, դա նորմալ երևույթ է։ Բայց ոչ առաջնահերթ, երբ որ մարտահրավերները Բայց երբ որ դու երկիրը վերացնելու եւ գաղթական դառնելու խնդիր կա, դու ստամոքսի մասին ես մտածում եւ քեզ բոլորը քո ստամոքսի համար առաջարկ են անում, ինչ որ տեղերից էլ ստամոքսին են հարվածում, որ դու խելքի գաս, հա, դա ամենավատագույն բանն է, որ այսօր կատարվում է Հայաստան։ Բոլոր դեպքերում այսօրվա քննարկման համար շնորհակալություն։ Մենք մի երկու օրից նորից կհանդիպենք, արդեն ավելի առարկայական խոսակցություն կունենանք։ Բարի, կհանդիպենք անպայման։